Բարևձեզ։ 2026 թվականի ապրիլի 16-ին Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության կողմերը մտքեր են փոխանակում թրիփ նախաձեռնության շուրջ, քննարկում են հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող մի շարք հարցեր։ Դրանից օրեր առաջ Հայաստանում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հրապարակում է 2026 թվականի իր նախընտրական ծրագիրը, որում առանձին գլխով անդրադարձ է կատարում հայ եկեղեցուն։ Մասնագետները քննարկում են այս դրույթի հակասահմանադրական, հակաօրինական բնույթը, իսկ մենք այսօր կքննարկենք նաև դրա դրդապատճառները։ Տաղավարում մեզ հետ է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Բարևձեզ։ Բարևձեզ։ Եվ այսպես, ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի իշխանության գալուց հետո, ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրի նախատեսվում է եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, կանոնադրության ընդունում, ֆինանսական եւ բարեվարկային վերահսկմամբ կաթողիկոսի ընտրություն։ Սա որևէ քաղաքական ուժի նախընտրական ծրագրում կամ ընդհանրապես քաղաքական որևէ ծրագրում կարող է լինել մի երկրում, որտեղ սահմանադրություն կա, առնվազն ժողովրդավարական երկրում։ Եթե անգամ սահմանադրություն չլինի որևէ երկրում այսպիսի դրույթի ներառումը քաղաքական ծրագրում, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, մենք հիմա տեսնում ենք, որ սա նաև Հայաստանի սահմանադրության մեջ չի տեղավորվում։ Բայց սահմանադրության հարցից բացի նոր սահմանադրության նախագծի նկատի ունեք։ Գործող սահմանադրության մեջ չի տեղավորվում, այսինքն պետությունը որևէ կերպ իրավունք չունի միջամտել կրոնական կազմակերպությունների աշխատանքին, եւ անգամ եթե սահմանադրությունը դնենք մի կողմ, տարօրինակ արտահայտություն եմ անում, սահմանադրությունը դնենք մի կողմ, սա չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ եւ անգամ բարոյական որևէ համակարգի մեջ։ Ինչու՞։ Որովհետև հայ առաքելական եկեղեցին դա պարզապես հայաստանյան կառույց չէ։ Հայ առաքելական եկեղեցին համահայկական կառույց է, ազգային ինստիտուտ, որը տարածված է աշխարհում իր 3 տասնյակից ավելի թեմերով, եւ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեվորական պաշտոնյայի բարձր հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունը դա համահայկական մասշտաբի ընտրություն է, այսինքն դրան մասնակցում են ոչ միայն Հայաստանում ներկայացուցիչներ, այլ նաև աշխարհի տարբեր երկրներից հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը դա պարզապես Հայաստանի քաղաքացիների եւ հայկական պետության գործունեության համար պատասխանատու կառույց է։ Ըստ այդմ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հանձն է առնում մի բան, որը վերաբերում է ամբողջ հայությանը։ Մի բան, որի ոչ իրավական, ոչ բարոյական պարտավորությունը եւ իրավունքը ինքը չունի։ Եվ հենց ինքը Փաշինյանն էր հայտարարում շաբաթներ առաջ հայկական համայնքներից մեկի հետ հանդիպմանը, որ ինքը որպես վարչապետ պատասխանատու չէ Սփյուռքի հայության համար։ Ստացվում է, որ այդ դեպքում ինքը պատասխանատու չէ, ինչ վերաբերում է քաղաքական ինչ-որ պատասխանատվության հարցերին, իսկ երբ խոսքը վերաբերում է քաղաքական նկատառումներով ամենայն հայոց կաթողիկոսի եւ հետեւաբար հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին, Նիկոլ Փաշինյանը իր վրա վերցնում է պատասխանատվություն ամբողջ հայության փոխարեն։ Դրա համար եմ նշում, որ սա նաև տրամաբանությունից եւ անգամ բարոյական որևէ համակարգից դուրս մի նախաձեռնություն է, որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Այդտեղ հարց է առաջանում, թե ինչու է ներառվում այդ դրույթը նախընտրական ծրագրում, եթե հակասում է սահմանադրությանը եւ ինչպես նշեցի, նաև դրանից դուրս տարբեր այլ համակարգերի եւ տրամաբանությանը։ Մենք տեսնում ենք, որ այն արշավը, որ վարվում է եկեղեցու դեմ, առավել ակտիվ եւ ինտենսիվ տրամաբանությամբ 2025 թվականի մայիսից, այդ արշավը չի վայելում հանրության աջակցությունը եւ չի վայելում ոչ միայն այն հանրային շերտերի աջակցությունը, որոնք նաեւ բացասական են վերաբերում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը եւ քաղաքականությանը, այլ անգամ իր համակիրների շրջանակում, իր այսպես ասենք էլեկտորատի շրջանակում այդ արշավը չի արժանացել հավանության։ Մենք տեսել ենք, որ եթե այսպես պարզ ասեմ, մարդ հավաքելու խնդիր է եղել անգամ այն գործընթացներում, որ վարվում էր։ Դա ավելի զարմանալի է դարձնում իրավիճակը, այսինքն որն է դրդապատճառը այդ պարագայում նաև քաղաքական ինքնասպանության գնալու։ Այսինքն այստեղ էլեկտորալ մոտիվ կարծես թե չկա։
հետեւաբար որն է մոտիվը ներառել այս դրույթը։ Ես կարծում եմ մոտիվը քաղաքական պատասխանատվությամբ արտաքին որևէ շրջանակի առաջ հանձնառությունն է ընդհանուր ծրագրային մակարդակով, որ մենք հանձնառու ենք այս process-ը շարունակել։ Եվ այստեղ արդեն առաջանում են տարբեր հարցեր, թե ում առաջ կարող է հանձնառու լինել Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու դեմ այս արշավի հարցում։ Ոչ միայն հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի հարցում, փաստորեն դա նշանակում է, եթե հակասահմանական դրույթներով գործում է իշխանությունը, հակասահմանադրական դրույթներով խոստանում է գործել վերընտրվելուց հետո, չէ՞ որ սա խոստում է։ Հանձնառությունը եւ խոստում, եւ խոստանում ենք նաեւ շարունակել սահմանադրական կարգի տապալումը, երբ մեզ ընտրեք, այսինքն դա հանձնառություն է ոչ միայն շարունակել պայքարահայ եկեղեցու դեմ, դա հանձնառություն է շարունակել պայքարը ժողովրդավարական պետության դեմ, հանձնառություն է տապալել Հայաստանում պետությունը։ Այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը շատ բաց է գործում, նա արդեն իսկ ձևակերպել է տապալումը, երբ օրինակ անկախության հռչակագիրը հռչակել է կոնֆլիկտային փաստաթուղթ, այսինքն դա նշանակում է Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը հռչակել է կոնֆլիկտային պետություն։ Սա արդեն իսկ տապալում է, կարգի տապալում է, այսինքն հանձնառություն է քաղաքական իմաստով, իրավաքաղաքական իմաստով։ Հայ առաքելական եկեղեցու դեմ process-ը այդ հանձնառության արժեքային, ինքնության ավելի լայն եւ ավելի խորը մասն է։ Եվ այստեղ այդ մոտիվները կարծում եմ գտնվում են բացարձակապես արտաքին դաշտում, որովհետև կրկնեմ, տեսնում ենք հանրային աջակցություն անգամ իր էլեկտորատի շրջանակում, սա այս process-ը չի վայելում։ Եվ այստեղ են առաջանում արդեն հարցեր կապված այդ արտաքին շփումներում, այսպես ասած կրոնական ազատությունների հարցը քննարկելու իրողության հետ, որովհետև ես չեմ մտաբերում, որ Հայաստանը Դիցուք Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ քննարկումներում օրակարգային հարց դիտարկել է կրոնական ազատությունների հարցը։ Կրոնական ազատությունների հարցը չի դիտարկել, բայց հայ եկեղեցու հարցը դիտարկել է։ Տարիներ շարունակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը երբ զեկույցներ էր հրապարակում, պարբերական մտահոգություն էր հայտնում անհայտ պատճառով իհարկե հանրությանը, բայց մտահոգություն էր հայտնում, որ հայ եկեղեցին մեծ ազդեցություն ունի հասարակության մեջ, եւ դա նրա մտահոգությունների առարկա էր հանդիսանում։ Ես նկատի ունեմ։ Իսկ այսօր արդեն կրոնական ազատության առնչվող հարցեր Հայաստանում առաջին հայացքից թվում է, թե հակաեկեղեցական արշավի մտահոգությունն է դրդել Միացյալ Նահանգների պաշտոնյաներին քննարկելու Հայաստանի պաշտոնյաների հետ հարցերը, որովհետև արդեն 1 տարի է ամբողջ իրավաբանական համայնքը խոսում է այն մասին, որ սա խախտում է Հայաստանում սահմանադրական կարգը, այս հակաեկեղեցական արշավը։ Առաջին հայացքից կարող է թվալ այդպես, բայց իհարկե ընդհանրապես հասկանում ենք, որ Միացյալ Նահանգներին հազիվ թե հետաքրքրի հայ առաքելական եկեղեցու ճակատագիրը եւ ազատությունը Հայաստանում, եւ ավելին Միացյալ Նահանգները այդ հարցերը սկսել է քննարկել, երբ եկեղեցու դեմ այս process-ը չէր մտել ինտենսիվ գործընթացի փուլ։ Ես նշեցի, որ 2025-ի մայիսից փաստորեն մեկնարկեց, ստույգ ամսաթիվը չեմ կարող հիշել, բայց մայիսի վերջերից էր։ Դրանից առաջ Հայաստան էր այցելել նույն Միացյալ Նահանգների պետքարտուղարի մարդու իրավունքների հարցերով տեղակալի օգնականը եւ դարձյալ Հայաստանում կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ իր հանդիպմանը ինչ որ կրոնական ազատությունների հարցեր քննարկել։ Եվ դարձյալ առաջանում է հարց, ինչն է խնդիրը, որն է պատճառը Հայաստանում կարծես թե որևէ առումով այդպիսի խնդիր չի եղել։ Եվ դրանից բացի այդ կրոնական ազատությունների ալյանս կառույցը որ կա, դա նախաձեռնեց Թրամփը իր առաջին նախագահության ընթացքում, այդ կառույցի համանախագահը եւս այդ օրերին մինչև եկեղեցու դեմ ինտենսիվ արշավը ժամանել էր Հայաստան եւ ընդհանուր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն էր քննարկել դարձյալ կրոնական ազատությունների հարց։ Եվ սա հստակ ցույց է տալիս, որ այդ տպավորությունը թե կարող է տեսականում լինել հայ առաքելական եկեղեցու ազատությանը, գործունեության անկաշկանդությանը վերաբերող քննարկում, իհարկե այդպես չէ։ Միացյալ Նահանգներին այստեղ այլ հարցեր են հետաքրքրում, որոնք կապ չունեն հայ առաքելական եկեղեցու հետ եւ եթե կապ ունեն, իսկ ես կարծում եմ այդուհանդերձ կապ ունեն, ապա հենց այն նախանցախնդրությամբ, որ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության տեսքով։
Եվ հատկանշական է պայքարը հայ եկեղեցու։ Հատկանշական է, որ հենց այդ այցերից եւ քննարկումներից հետո վարչապետ Փաշինյանը ձեռնմուխ եղավ եկեղեցու դեմ այս ինտենսիվ արշավին, ընդամենը օրեր անց։ Եվ սա իհարկե նաև կարծում եմ շատ տեսանելի ունի իր պատճառները, որովհետև մենք համաշխարհային մեծ վերաձևումների փուլում ենք, աշխարհակարգ է փոխվում, համաշխարհային հարաբերություններ եւ ուժերի հարաբերակցություն է փոխվում, եւ այստեղ գուցե շատերի համար հնչի տարօրինակ, բայց հայ առաքելական եկեղեցին առանցքային գործոն է, որովհետև այս մեծ համաշխարհային փոփոխություններում դավանական եւ դավանաքաղաքական բաղադրիչը բոլոր պարագաներում գալիս է առաջնային պլան։ Մենք տեսնում ենք, թե ինչերի են հղում անում պատմական եւ դավանական իմաստով առանցքային խաղացողների ղեկավարները։ Մենք տեսնում ենք, օրինակ, ինչով է բացատրում Իսրայելը Իրանի դեմ իր պատերազմը։ Ինչպես է այդ մեծ Իսրայելի եւ որի հիմքում իրենց դավանական պատկերացումներն են, դրա հիման վրա իրենց վաղճանաբանական պատկերացումներն են, ինչպես է այդ ամեն ինչի հիմքում բացահայտորեն քաղաքական ղեկավարության մակարդակով դրվում հենց այդ դավանական բաղադրիչը։ Հայ առաքելական եկեղեցին ոչ շատ մեծ կրոնական կառույց է համաշխարհային մասշտաբով, բայց խորը եւ շատ հսկա այսպես հետագիծ ու իրավունքներ ունեցող կառույց է եւ առանցքային ռեգիոններում, այդ թվում օրինակ Մերձավոր Արևելքում։ Իսկ մենք տեսնում ենք, թե այնտեղ ինչ խառնարան է եւ ինչ հարցեր են վճռվում այնտեղ համաշխարհային մասշտաբով։ Եվ բնական է, թե ինչքան մրցակիցներ կարող է ունենալ մեր եկեղեցին իր այնտեղ գտնվելու հետ իրավական շատ խորը հետագծի բերումով։ Սա բնականաբար առաջացնում է հարցեր, որոնք փաստացի հիմա ցավոք սրտի սպասարկվում են հենց հայկական պետության ձեռքով։ Եվ այս տրամաբանությամբ մենք ըստ էության մի վիճակում ենք, երբ մի հարվածով խփում են կամ խոցում են միաժամանակ երկու թիրախ՝ հայկական պետականություն եւ հայ առաքելական եկեղեցի, որովհետեւ եկեղեցին իր այդ ծավալով եւ կշռով մի ինստիտուտ է, որը հսկայական ներուժ է հաղորդում հայկական պետականությանը, եթե պետությունն ու եկեղեցին գործում են ներդաշնակ եւ համադրված տրամաբանությամբ։ Մենք հիմա տեսնում ենք, որ քանդվում է դրա հնարավորությունը։ Ներդաշնակ եւ համադրված պետություն, եկեղեցի եւ հարված է ստանում թե հայկական պետությունը եւ թե հայ առաքելական եկեղեցին։ Այդ մասին նաեւ շատ հաճախ հնչում է արշավը կազմակերպողների, նախաձեռնողների կողմից, որ սա հայ եկեղեցու դեմ չէ, սա կաթողիկոսի դեմ է, այսինքն կոնկրետ այս պահի գործող կաթողիկոսի դեմ է։ Դե մոտավորապես ծրագրում էլ հատուկ ընդգծված է այդ հանգամանքը։ Սա իհարկե նախատեսված է քարոզչական այսպես լայն սպառման համար, որտեղ մարդիկ չեն էլ փորձում խորամուխ լինել, թե ինչի մասն է խոսքը, որովհետև որևէ ողջախոհ տրամաբանությամբ չի կարող ամենայն հայոց կաթողիկոսը առանձնացվել հայ առաքելական եկեղեցի համակարգից։ Կաթողիկոսի ընտրության ամբողջ process-ը այդ համակարգի առանցքային մասն է։ Եվ ասել մենք կաթողիկոսի դեմ ենք արշավում, ընդ որում արշավում ենք մնացյալ համակարգը իր ամբողջ կառուցվածքով անտեսելով, համակարգի մնացյալ մասի կարծիքը անտեսելով եւ ընդամենը մեկ անձի Հայաստանի Հանրապետության վարչապետի կարծիքով կազմված է արշավը իրականացնելով, սա կրկնեմ, ենթակա կարող է լինել սպառման, բացարձակապես այն լսարանի առաջ, որոնք մտադրություն իսկ չունեն մտածել տեղի ունեցողի շուրջ։ Իսկ որևէ մտածող մարդու եւ մտածելու մտադրություն ունեցող մարդու համար ակնհայտ է սա արշավ է հայ առաքելական եկեղեցու դեմ, պարզապես փորձ է արվել գտնել այդ արշավի մի այնպիսի մեկնակետ, որը կարող է քարոզչական իմաստով ունենալ սպառում։ Բայց նաև տեսնում ենք, որ անգամ այդ մեկնակետը սպառում չի ունեցել։ Եվ ինչպես նշեցի, նույնիսկ այն էլեկտորատի շրջանակում, որը Նիկոլ Փաշինյանի էլեկտորատն է։ Փաստորեն ձեր վերլուծության համաձայն սա արշավ չէ պարզապես հայ առաքելական եկեղեցու դեմ, սա արշավ է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այո, եւ թե եկեղեցու դեմ, եւ թե դրա միջոցով նաև Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայաստանի Հանրապետության դրա դրդապատճառը նույնը կարծում եմ այդ համաշխարհային փոփոխությունները, որոնք նաև բնականաբար քաղաքական մասշտաբում են խանգարում այս տարածքում մեր պետությունը։ Խանգարում է տարբեր ռազմավարական, տնտեսական, աշխարհտնտեսական ծրագրերի, խանգարում է այն իմաստով, որ երբ այդ ծրագրերի
ընթացքում դրվում է հայկական իրավունքների հարց, այդտեղ խնդիրները բարդանում են, այսինքն պետք է պայմանավորվել այդ իրավունքների շուրջ, հաշվի առնել այդ իրավունքները, այսինքն աշխարհը այդպես չէ, որ կամայականությամբ ինչ որ մենք ասեցինք այսպես, վերջ, այսպես էլ պետք է լինի։ Իրավունքների այդ հաշվի են նստում, խոսում են դրա շուրջ, եթե դու չես հրաժարվում քո իրավունքներից։ Հիմա եթե հայկական պետությունը հայտնվել է մի վիճակում, երբ պետական քաղաքականությունն է դիտվում այդ իրավունքներից եւ ինքնությունից հրաժարվելու մոտեցումը, անձնատուր քաղաքականություն բոլոր մակարդակներում, բնական է մնացյալ խաղացողները, ավելի խոշոր խաղացողները ձգտելու են առավել խորացնել այս քաղաքականությունը եւ հասնել առավելագույնին, օգտագործել պահը, հասնել առավելագույնին։ Այն ինչ տեղի է ունենում հիմա, իսկ դրան հասնելու համար բնականաբար պետք է նաեւ թիրախավորվի հայկական խոշորագույն կառույցը, որը ինչպես նշեցի, չի սահմանափակվում միայն պետության վարչական սահմաններով եւ ավելին, հենց իր այդ կարողության եւ ներուժի շնորհիվ ինքը նաեւ պետությանն է օժտում լրացուցիչ ճկունությամբ, խաղի, միջազգային խաղի լրացուցիչ տարածությամբ։ Եվ խոսում է իրավունքներից։ Եվ ապահովում է իրավունքներ, որովհետեւ կրկնեմ, մեր եկեղեցին դիցուկ այդ խառնարանում աշխարհակաղակական, աշխարհակարգի այսպես հիմնարար ռեգիոններից մեկում, Մերձավոր Արևելքում ունի իրավունքներ, միջազգայինորեն ճանաչված իրավունքներ եւ բնականաբար դրանք մեղմ ասած հանգիստ չեն տալիս այն ուժերին, որոնք իրենց իրավունքներն են փորձում առաջ մղել Մերձավոր Արևելքում։ Եվ եթե այսպես պայմանական ասենք, այն որ հայ առաքելական եկեղեցին իր կրկնեմ էլի միջազգային մասշտաբով համեստ կարողությունների պարագայում այդուհանդերձ շատ լուրջ իրավունքներ ունի, օրինակ Քրիստոսի գերեզմանից այդ կրակը դուրս բերելու հարցում ես մի այդպես պայմանական փոքր բան եմ ասում, փոքր թվացող իհարկե բան։ Դա հանգիստ չի տալիս շատ-շատերին։ Եվ քանդել հայ առաքելական եկեղեցին որպես համակարգ նշանակում է քանդել արդեն այդ իրավունքները, նշանակում է ստեղծել նախադրյալ այդ իրավունքները դեֆորմացնելու եւ հետագայում արդեն բացարձակապես չեզոքացնելու համար։ Ընդհանրապես մեզանում մի ընկալում կա, որ ժամանակակից գերզարգացած աշխարհում կրոնական հարցերը որոշիչ չեն կարող լինել եւ մարդիկ, ովքեր դեռ մտածում են, որ եկեղեցիների, կրոնական կառույցների եւ այլնի միջոցով դրա եկեղեցիները կամ կրոնական կառույցները գործոն են կամ հենարան են, այդ մարդիկ մնացել են միջնադարում, աշխարհակարգը վաղուց փոխվել է, սեկուլարիզացիան եւ մոդեռնիզացիան վաղուց անցել են այդ փուլերը, լսելով ձեզ հակառակ տպավորությունն է ստեղծվում։ Ինձ պետք չի լսել, պետք է լսել պետությունների ղեկավարներին, այն մարդիկ, ովքեր համարում են, որ դա վաղուց անցյալում է։ Պետք է լսել պետությունների ղեկավարներին։ Ես բերեցի Իսրայելի օրինակը, ինչ է խոսում Նաթալիան, այդ մեծ Իսրայելի ծրագրի հիմքում ինչն է, հենց դավանաքաղաքական բաղադրիչը, որ նրանք բարձրաձայն նշում են։ Կամ պետք է հարց տալ, այսպես ասենք, հա, պետությունների ղեկավարները պարզապես քաղաքավարությունից դրդված են հանդիպումներ ունենում Հռոմի Պապի հետ։ Ինչն է Վատիկանի այդ ազդեցության հիմքում։ Ինչպես Ստալինը կասեր, Վատիկանի դիվիզիաներ չկան, բայց կա Վատիկանի մեծ ազդեցություն աշխարհում, համաշխարհային process-ներում, որն է այդ ազդեցության հիմքը։ Եվ ինչու է այդ ազդեցությունը մինչև հիմա պահպանվում պետությունների նախագահները միջազգային կոնֆլիկտների ժամանակ հարաբերվում Վատիկանի հետ։ Հիշեցնեմ, թե ինչ մեծ դեր ուներ նույն Սուրբ Աթոռը Լիբանանի շուրջ 2024 թվականի համաձայնագրերի այդ process-ում, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղարն էր այցելում Վատիկան միջև համաձայնությունների, ես սա բերում եմ պարզապես որպես օրինակ ցույց տալու, թե ինչ նշանակություն միշտ ունեցել է, ունի եւ ունենալու է այդ հանգամանքը դավանաքաղաքական բաղադրիչը համաշխարհային քաղաքականության մեջ։ Այսինքն խորությամբ որ նայենք, խնդիրը նույնիսկ մեր քրիստոնյա լինելը չէ, այսինքն պարզապես որևէ կրոնի հետևորդ լինելը չէ։ Այստեղ լուրջ խնդիր է, երբ այդ կրոնը ինստիտուցիոնալիզացված է եւ դերակատար է։ Այո։ Եվ դրա վկայությունն այն է, որ մենք հենց նույնիսկ այդ դավանական առումով շատ լավ հարաբերություն ունենք իսլամական շատ երկրների հետ։ Եվ ընդհանուր հայ առաքելական եկեղեցին բավական լավ դիրքեր ունի իսլամադավան երկրներում, նույնը մեր հարևան Իրանը։ Եվ կարող ենք էլի երկրներ թվարկել։
Այո, ինստիտուցիոնալ մրցակցություն է, որը կապակցված է բնականաբար արդեն քաղաքական, տնտեսական այլ ինստիտուտների հետ, եւ այդ ինստիտուցիոնալ մրցակցության մեջ է, որ հայ առաքելական եկեղեցին դիտվում է մրցակից։ Ես այդ միջազգային տարբեր շրջանակների մասին խոսելով, նրանց մոտիվների մասին խոսելով, ես ամենևին չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե նրանք թշնամի են հայ առաքելական եկեղեցուն։ Ոչ, պարզապես մրցակցային շատ լուրջ պայքար է հիմա, հաշվի առնելով աշխարհաքաղաքական նաեւ այդ պայքարը իր ամբողջության մեջ։ Եվ հիմա մենք գիտենք, թե Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի ձևավորման գործընթացում ինչ մեծ դեր են ունեցել այնտեղ կրոնական տարբեր շրջանակներ։ Ընդ որում հենց նրանք նաև միմյանց միջև մրցակցության ռեժիմում են, անգամ հենց Միացյալ Նահանգներում իրենց ազդեցության համար մրցակցություն, որովհետև կան տարբեր մոտեցումներ, քրիստոնյա սիոնիստների շրջանակը կա, կան այլ քրիստոնյա շրջանակներ, այնտեղ էլ միատարություն չկա, բայց կան նաև մրցակցային այդ հարցերը եւ ամենևին բացառված չէ, օրինակ միմյանց հետ ներքին ազդեցության համար պայքարում եւ այդ ազդեցությունը նաև դեպի աշխարհ տարածելու համար պայքարում, իրենք կարող են ընդհանուր շահեր ունենալ այլ մրցակիցների դեմ, որոնց շարքում կարող ենք դիտարկել հայ առաքելական եկեղեցին եւ իհարկե կրկնեմ հայկական պետության հետ կապված process-ները։ Մի քիչ ավելի այսպես բերենք եկեղեցու ինստիտուցիոնալ նշանակությունը կամ այդ նշանակությունը նվազեցնելու ցանկությունը պարզապես այսպես միսիոներության մեջ չի տեղավորվում, ենթադրենք կաթոլիկ կամ բողոքական միսիոներության շրջանակում չի դա արվում։ Ինչպես միջնադարում արվում էր եւ ընկալելի էր միջնադարյան աշխարհակարգում։ Ազդեցության տնտեսական, քաղաքական ազդեցությունը, վերահսկողությունը, որտեղ այո, օգտագործում են հենց նաեւ այդ հանգամանքը, այդ ինստիտուտները, այդ գործոնները եւ դրա անունը կրոնական ազատություն է։ Ինչպես օրինակ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլն, ինչպես այդ հասկացություններն են գործիքներ դեպի այլ երկրներ քաղաքական ազդեցություն տարածելու, այդպես էլ դավանական առումով կրոնական ազատությունների թեման այդ միջոցներից մեկն է ազդեցություն տարածել, օրակարգ բացել եւ ես դրա համար եմ նշում, որ հայկական պետությունը այդպիսի օրակարգով կարծես թե չէր հարաբերվել երբեք որևէ մեկի հետ։ Այո, Միացյալ Նահանգները կարող էին իրենց զեկույցներում ներառել ձեր մատնանշած հանգամանքները եւ այլ հանգամանքներ, դա իրենց օրակարգն էր, բայց հայկական պետությունը, հայկական կառավարությունները կարծես թե որևէ մեկի հետ այդ օրակարգով քննարկումների մեջ չեն մտել։ Մի բան է, երբ իրենք ունեն այդ օրակարգը, բայց մենք այսպես ասած տոն չենք տալիս դրան, մի այլ բան է, երբ մենք սկսում ենք քննարկել այդ հարցերը եւ դարձնել պետական ծրագիր։ Դա փաստացի դառնում է, այո, հետեւյալը, որ հայկական պետությունը սկսում է քննարկել այդ հարցերը։ Դե այստեղ արդեն մնում է, թե այդ քննարկումները դեպի ուր կարող են տանել եւ մենք երբ տեսնում ենք, թե ինչ օրակարգ է սահմանվում Հայաստանում ընդհանուր նախընտրական հանձնառության մակարդակով, արդեն պատկերացնում ենք, թե դրանք դեպի ուր կարող են տանել եւ ուր են տանում, արդեն իսկ տանում։ Ուր են տանում։ Դրանք տանում են հայկական պետության սուբյեկտության ապամոնտաժման եւ իհարկե, ինչպես նշեցի, հայ առաքելական եկեղեցու ամբողջությանն են սպառնում։ Սպառնում են կառուցվածքային ամբողջությանը։ Համաշխարհային կառույց որպես ամբողջությանը։ Անկասկած, այո, համահայկական եւ համաշխարհային կառույց։ Այո, եւ ելի մի համեմատություն անենք, ինչ է ասում քաղաքական մակարդակում պաշտոնական Երևանը։ Մենք 29743-ից, եթե չեմ սխալվում, այդպիսի մի թիվ են ասում, դրանից դուրս որևէ բան չունենք անելու, փնտրելու եւ այլն եւ այլն։ Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նշեցի, դրանից դուրս է հայկական պետականությանը օժտում սուբյեկտ լինելու իրավունքով եւ հնարավորությամբ։ Եվ երբ մենք հրաժարվում ենք այս հանգամանք օգտագործել, հիմա մեզ նաև եկեղեցու դեմ արշավով են բերում եւ այսպես ասենք սերվում այն շրջանակում, որը իհարկե շարունակելու են նաև նեղացնել, այսինքն որևէ մեկին թող չթվա, որ այդ process-ը գալու է եւ այդպես այդ սահմանված վարչական շրջանակում կանգնելու է, այն պարզ պատճառով, որ ընդհանրապես համաշխարհային process-ները չեն կանգնում, դրանք անընդհատ շարժվում են եւ այն տրամաբանությունը, որը կա եւ եթե դու չես փոխում այդ տրամաբանությունը, նույն ձևով դա շարունակվելու է քեզ մինչեւ այնտեղ, մինչեւ որ կարող է շարունակվել։ Իսկ դա նշանակում է մինչեւ վերջ։ Այսինքն հայկական պետության կազմակերպում լիարժեք։ Դե որպես ցուցանակ կարող է մնալ այդ պետությունը, բայց սուբյեկտության առումով այո, անկասկած։
Սուբյեկտության առումով մենք արդեն տեսնում ենք, այսինքն այդ անձնատուր լինելու քաղաքականությունը, երբ հայկական պետական քաղաքականությունն է վերածվում իր իսկ քաղաքացիների հանդեպ շանտաժի եւ նաեւ, ինչպես նշեցի, հայկական պետական քաղաքականության ձեռքով են հարվածի տակ դնում պետականության համար կարևորագույն եւ գործնականում անփոխարինելի մի ռեսուրս հայ առաքելական եկեղեցին։ Պարոն Բադալյան, դա դասական հիբրիդային պատերազմ է։ Համաձայն եք։ Անկասկած, Այսինքն հիբրիդային պատերազմները դեմ վարում են կենտրոններ եւ կառույցներ, որոնք այսօր գալիս են մեզ հիբրիդային պատերազմներից պաշտպանելու։ Զարմանալի չէ, այո, որովհետեւ հենց ստեղծվում են խնդիրները եւ հետո գալիս են այդ խնդիրներից պաշտպանելու։ Ինչպես օրինակ չեմ ուզում դավադրապաշտության այդպես տպավորություն ստեղծել, բայց ինչպես օրինակ շատ մարդիկ են, չէ, այդ մասին խոսում, ստեղծվում են հիվանդությունները, հետո դրանց դեղամիջոցները վաճառելու համար կամ այսպես նոր տեխնոլոգիաների տրամաբանությամբ եթե խոսվենք, ստեղծվում են վիրուսները, համակարգչային վիրուսները, հետո դրանց դեմ հակավիրուսները վաճառելու համար։ Սա պայմանական համեմատություն ենք անում իհարկե, բայց բացարձակապես զարմանալի չէ, հենց դա է հիբրիդային պատերազմի տրամաբանությունը, երբ դու ստեղծում ես խնդիրը, որի հետևից գնում ես այդ խնդրից ինչ որ մեկին պաշտպանելու եւ դա արդեն ազդեցությունը տարածելու միջոց է։ Ստեղծվել է միջոցը եւ այդ միջոցի ներդրմամբ հետո տարածվում է նաեւ քաղաքական ազդեցությունը ինչ որ խնդիրներ լուծելու համար։ Շատ դեպքերում խնդիրը պարզապես ինչ որ համակարգեր քանդելն է եւ դրա փոխարեն ոչինչ չկառուցել, այսինքն պարտադիր չի որ քանդելուց հետո լինի կառուցելու պլանավորում։ Խնդիրը քանդելն է եւ ցավոք սրտի ես տեսնում եմ, որ մեզանում այդ խնդիրն է դրված։ Կառուցելու պլանավորում չկա, կառուցողները եւ իրենց համար կառուցողները լինելու են դերևս այդ խնդիրը դնողները եւ այդ խնդրից օգտվել կարողացողները։ Օրինակ եկեղեցու դեմ արշավի այս հարցում, այս process-ների հարցում շատ է հիշատակվում, որ Ադրբեջանն է գլխավոր պատվիրատուն։ Ես կարծում եմ, ոչ, Ադրբեջանը պարզապես փորձում է օգտվել այդ process-ից, իրենք ցավոք սրտի կարողանում են շատ լավ տեղավորվել միջազգային համաշխարհային process-ների տրամաբանության մեջ եւ հիմա փորձում են նաեւ դա անել օրինակ հայ առաքելական եկեղեցու հարցում։ Սակայն ես չեմ ուզում, որպեսզի այսպես հուսահատ տպավորություն ստեղծվի, ես կարծում եմ այդուհանդերձ այս մարտահրավերները պետք է լինեն նաեւ թե եկեղեցու, թե հայկական պետականության ինքնության համար հանրային մտորումների վերելքի մեկնակետ կամ, չգիտեմ, վերականգնման մեկնակետ եւ փորձենք մարտահրավերը վերածել հնարավորության։ Եթե ենթադրենք եկեղեցու կազմակերպման ծրագիրը որևէ քաղաքական կուսակցության նախընտրական ծրագրում է, նշանակում է այդտեղ լուրջ ասելիք ունի նաեւ ընտրողը, ժողովուրդը։ Անշուշտ հասարակությունը այստեղ ունի գլխավոր դերերից մեկը։ Պատկերացնում է ուր է գնում։ Եթե անգամ չի պատկերացնում, պետք է այս process-ների հետ անհամաձայն մարդիկ, խմբեր եւ ինստիտուտներ փորձեն բացատրել հանրությանը, բերել պատկերացումը համարժեք դաշտ եւ աշխատել հենց այդ պատկերացման վրա կառուցել այդ վերելքի տրամաբանությունը եւ ուժեղանալու տրամաբանությունը, կենսունակությունը, դիմադրունակությունը բարձրացնելու տրամաբանությունը։ Ես կարծում եմ դրա հնարավորությունը կա եւ ամենևին պետք չէ նաեւ թերագնահատել մեր կենսունակությունն ու դիմադրունակությունը։ Այո, այսօր կան խնդիրներ, բայց դա թերագնահատել պետք չէ, որովհետեւ դա բերելու է ինչ որ հուսահատության, իսկ այդ հուսահատությունը ամենևին այն չէ, որին պետք է գալ նման խոսակցությունների արդյունքում։ Հակառակը պետք է գալ հնարավորություններ փնտրելուն։ Ես նույնիսկ ավելորդ եմ համարում ասել, թե իր կենսունակության ինչպիսի դրսևորումներ է ցուցաբերել հենց հայ առաքելական եկեղեցին իր գրեթե 2000-ամյա այս պատմության ընթացքում, այնպես որ նաև իհարկե գնահատելով մարտահրավերներն ու ռիսկերը, ես չեմ կարծում, որ արժե թերագնահատել դրանց հանդեպ դիմակայունության մեր եկեղեցու կարողությունը եւ հնարավորությունը։ Պարզապես պետք է չհանգստանալ այդ ամենի վրա, անընդհատ կատարելագործել նաև հանրության հետ աշխատանքով։ Որովհետև երբ մանդատ կվերցվի, կստացվի, որ այդ ամեն ինչը արվում է հենց ժողովրդի անունից, ժողովրդի համար եւ ժողովրդի տված իրավունքով։ Ես կարծում եմ, որ այդ բացատրությունը հասարակությունը չի մարսի։ Եթե չի մարսում process-ը եւ չի տվել իր աջակցությունը, անգամ այդ բացատրությունը, այո, իհարկե բացատրելու են, ասելու են, որ ժողովուրդն է տվել մանդատը, բայց ես կարծում եմ, ի վերջո այդ բացատրություններով հնարավոր չէ իրականություն փոխել։ Իրենք իրականությունը փորձում են փոխել այդ հետևողական աշխատանքով։
Բացատրությունը դա ընդհանրապես ինչ որ փաթեթի մաս է, դրանով հնարավոր չէ բան փոխել։ Եթե հետևողական աշխատանքին չհակադրվի նույնքան հետևողական աշխատանք նշածս հակառակ տրամաբանությամբ, այդ դեպքում արդեն նույնիսկ այդպիսի բացատրությունների կարիք էլ չի լինելու։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էր։ Քննարկումները կշարունակվեն։ Ամենայն բարիք։